Հարսնաձորի լեգենդը սերիալն այսօր արդեն հասել է իր ամենածանր, ամենախորը և ամենահուզիչ փուլին։ Սա այն կետն է, որտեղ պատմությունն այլևս միայն ինտրիգների կամ բացահայտումների մասին չէ։ Սա մարդկանց, նրանց ընտրությունների և այդ ընտրությունների հետևանքների մասին պատմություն։ Սկզբում սերիալը ներկայացնում էր մի ընտանիքի ներսում եղած լարվածությունը, բայց ժամանակի ընթացքում այն վերածվեց մի ամբողջ դրամատիկ աշխարհի, որտեղ յուրաքանչյուր կերպար ունի իր ճշմարտությունը, իր մեղքը և իր արդարացումը։ Այս պահին սյուժեի կենտրոնում միաժամանակ մի քանի հզոր գծեր են զարգանում, որոնք իրար հետ խաչվում են։ Նարեի գիծը շարունակում է մնալ ամենահուզիչը։ Նա ոչ միայն սիրող կին է, այլ նաև ապագա մայր, ով իր սրտի տակ կրում է մի կյանք, որը կարող է փոխել ամեն ինչ։ Նրա հղիությունը սերիալում դարձել է հույսի խորհրդանիշ, բայց նաև ամենամեծ վտանգը։ Նրա առողջական վիճակի վատթարացումը ցույց է տալիս, թե որքան մեծ ճնշման տակ է նա եղել։ Տարիներ շարունակ լռել, վախենալ, պաշտպանել ուրիշներին, հիմա իր ազդեցությունն է թողնում նրա վրա։ Վիժման վտանգը ոչ միայն ֆիզիկական խնդիր է, այլ նաև հոգեբանական կոտրման եզր։ Բայց Նարեն հենց այն կերպարն է, ով ամենադժվար պահերին ուժ է գտնում։ Հայկի գիծն այս պահին ամենաբարդ ներքին պայքարն է ներկայացնում։ Նա մարդ է, ով կորցրել է հորը, ապրել վրեժի զգացումով, բայց հիմա կանգնած է մի իրականության առաջ, որը ստիպում է վերանայել ամեն ինչ։ Նա սիրում է Նարեին, բայց չի կարող անտեսել այն փաստը, որ հենց Նարեի հայրը սպանել է իր հորը։ Եվ հիմա այս ամենի մեջ նա իմանում է, որ պատրաստվում է հայր դառնալ։ Սա այնպիսի բախում է, որը կարող է կոտրել ցանկացած մարդու, բայց հենց այստեղ է երևում, ով է իրականում Հայկը։ Նրա գործողությունները, հատկապես Սոնային զանգելը, ցույց են տալիս, որ նա չի կորցրել իր մարդկայնությունը։ Նա փոխվում է։ Սաքոյի կերպարը սերիալի ողբերգական առանցքներից է։ Նա մարդ է, ով իր սխալներով ստեղծել է այս ամբողջ քաոսը։ Նրա մեղքերը տարիներ շարունակ թաքնված են եղել, բայց հիմա մեկը մյուսի հետևից դուրս են գալիս։ Նրա հոգեկան վիճակը վատանում է դեղերի ազդեցությամբ, կասկածներ, վախեր, դա ցույց է տալիս, որ նա արդեն չի կարող փախչել իր արածներից։ Սաքոն սկսում է հասկանալ, որ իր իշխանությունը կեղծ է եղել։ Եվ ամենավտանգավոր փուլում գտնվում է Արմոն։ Նա երկար ժամանակ եղել է ստվերում, խաղացել բոլորի հետ, մանիպուլացրել, օգտագործել մարդկանց թույլ կողմերը, բայց հիմա նա դուրս է եկել բաց դաշտ, նա այլևս չի թաքնվում։ Նա հակադարձում է Սաքոյին, փոխում նրա դեղերը, փորձում ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, բայց իրականում հենց այստեղ է նրա անկման սկիզբը, քանի որ մարդը սկսում է հավատալ, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է, հենց այդ պահին էլ սկսում է կորցնել ամեն ինչ։ Վռամի կերպարը ևս մեծ զարգացում է ապրում։ Նա տեսնում է իր հոր իրական դեմքը, սկսում կասկածել, հարցեր տալ։ Նրա համար ամենամեծ հարվածն այն է, որ նա այլևս չի կարող հպարտանալ իր հորով։ Սոնայի գիծը շատ կարևոր է, որովհետև նա ներկայացնում է մաքրության և մարդկայնության կողմը։ Նա չի թողնում, որ ատելությունը հաղթի նրա ներկայությունը, հիվանդանոցում նրա արձագանքը ցույց են տալիս, որ դեռ կա կապ, որը չի կոտրվել։ Լալան սերիալում դարձել է ճշմարտության կրողը։ Նրա խոսքերը փոխեցին ամեն ինչ, բայց նա նույնպես ապրում է իր մեղքի տակ։ Նրա նպատակն է վերականգնել իր երեխայի հետ կապը, բայց այդ ճանապարհը լի է դժվարություններով։ Աբոյի կերպարը բերում է որոշակի հավասարակշռություն այս ամբողջ քաոսի մեջ։ Նրա և Լալայի հարաբերությունը կարծես մի փոքր լույս է այս մութ պատմության մեջ։ Այս պահին սերիալը կառուցված է մի մեծ հարցի շուրջ։ Կարող են արդյոք մարդիկ փոխվել, կարող է Սաքոն ընդունել իր մեղքը, կարող է Հայկը ներել, կարող է Նարեն փրկել իր երեխային, և արդյոք կպատժվի Արմոն։ Բոլոր այս հարցերը շատ շուտով կստանան իրենց պատասխանները, բայց ամենակարևորն այն է, որ Հարսնաձորի լեգենդը հիմա ցույց է տալիս մի շատ պարզ, բայց ծանր ճշմարտություն։ Անցյալից հնարավոր չէ փախչել, այն միշտ վերադառնում է, և երբ վերադառնում է, ստիպում է ընտրել ատելություն, թե սեր, և հենց այդ ընտրությունն է որոշելու, ով է փրկվելու այս պատմության մեջ և ով է կործանվելու։ Եվ մինչ կբացահայտվեն այս ու այլ շատ հետաքրքիր
Գրիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք հավանում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իսկ մենք ձեզ կբացահայտենք նոր ու հետաքրքիր գաղտնիքներ հեռուստասերիալում իսկապես իրավիճակը թեժանում։ Նարէն այժմ հիվանդանոցում է, իր ընտանիքը վերջապես իր կողքին է, բայց ընտանիքում Վռամը կասկածներ ունի։ Նա բժշկուհուց հետաքրքրվում է, թե ով է Նարեին բերել հիվանդանոց, արդյոք երիտասարդ տղա էր եւ արդյոք անունը կհիշի։ Նա արդեն կասկածներ ունի, որ հնարավոր է Հայկի պատճառով է Նարեն հայտնվել հիվանդանոցում։ Վռամը պարզելուց հետո, որ Նարեին Հայկն է բերել հիվանդանոց, ինչ է փոխվելու։ Արդյոք Վռամն ու Հայկը դեմառդեմ են դուրս գալու իրենց հարցերը լուծելու։ Շատ հետաքրքիր ու ինտրիգային զարգացումներ են սպասվում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, միացեք մեր ալիքին, սեղմեք զանգակ կոճակն ու սպասեք նորությունների։